Catoctin Greek Distilling Company ընկերությունում աշխատանքը ընթացքի մեջ է։ Կարելի է նորաթուխ հացի բույր առնել։ Ի սկզբանե օգտագործվում էր աշորա։ Բեկին ու Սկոթ Հարիսները թորում են տարեկանի վիսկի։ Տարեկանի սպիրտները Վիրջինիայում հնեցնում էին հարյուրավոր տարիներ առաջ, մինչ ամենաառաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կողմից օտարերկրյա ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը։ Այժմ նոր մաքսատուրքեր են սահմանվել երկրի գործող նախագահի օրոք, որոնք խոչընդոտ են այս ընկերության առջև 25% Կանադայի նկատմամբ 25% Մեքսիկայի։ Սա էապես դժվարացնում է արտահանումը, որովհետև յուրաքանչյուր ոքով գնում է իմ արտադրանքը պետք է վճարի այդ մաքսատուրքը, իսկ դա նրանք չեն անի։ Բարձր մաքսատուրքերը ազդում են ոչ միայն Մեքսիկայում ու Կանադայում վաճառքի վրա, այլև հումքի վրա, օրինակ այս ապակե շշերի, չնայած դրանք արտադրվում են Ամերիկայում։ Խմիչքներ արտադրող խոշոր ընկերությունները սովորաբար գնում են մեքսիկական եւ չինական արտադրության շշեր, ընտրություններից հետո նրանք անցան ամերիկյան արտադրանքին։ Առաջիկա 2 ամսվա ընթացքում մեզ մոտ ամերիկյան շշերի քանակը կսպառվի եւ ստիպված ենք լինելու ավելի թանկ գնով պատվիրել օտարերկրյա շշեր վիսկիի արտադրությունը չկանգնեցնելու համար։ Հարիսների ծրագրած ընդլայնումը դեպի Մեքսիկա ու Կանադա այլևս հարցականի տակ է եւ օրինակ Կանադայում տեղի խանութների դարակներից հեռացնում են իրենց տարեկանի վիսկին եւ ամերիկյան արտադրության այլ խմիչքները։ Ֆրանսիացի դիստրիբյուտորը մեզ ասաց, որ եկեք հրաժարվենք, հիմա լավ ժամանակ չէ ամերիկյան արտադրանքները վաճառելու համար։ Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով ամերիկյան բարձր մաքսատուրքերը կդրթեն օտարերկրյա ղեկավարներին ջանքեր գործադրել ապօրինի թմրանյութերի հոսքը կասեցնելու նպատակով։ Մեզ պետք է, որ Մեքսիկան եւ Կանադան անեն շատ ավելին, քան արել են, եւ նրանք պետք է դադարեցնեն ֆենտանիլն ու թմրանյութերի հոսքը, որոնք ուղղվում են դեպի ԱՄՆ։ Տեսնենք, թե ինչ են ասում նախագահի կողմնակիցները։ Սակագները կարծում եմ անհրաժեշտ են լծակներ ունենալու համար, լավ, եւ որպեսզի ամեն ինչ արդար լինի, խոսքը այն մասին է, որ մենք ապրանքներ ենք գնում այլ երկրներից, իսկ այլ երկրներ մեզնից են գնում։ Ամերիկյան խոշոր բիզնեսը եւս կարծես համաձայն չէ նախագահ Թրամփի առաջարկած մաքսատուրքերի հետ։ Հույս կա, որ արժեթղթերի շուկայում անկումը կստիպի վարչակազմին հետ կանգնել այս առևտրային քաղաքականությունից, որովհետև առևտրային պատերազմները լավ տարբերակ չեն։ Եթե բարձր մաքսատուրքերի քաղաքականությունը շարունակվի, ապա ըստ Լաչմանի այն կհանգեցնի պատասխան քայլերի եւ նման կերպ բացասական ցիկլը կշարունակվի։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։